իհարկե ողջունելի բա, երբ որ կառավարությունը մեծ ուշադրումով ասում է, որ իրանք ճանաչում են եւ այլն։ Բայց դա վերջը չի, չէ՞, դա ընթացքի վերջը չի։ Մենք պետք է սպասենք, մինչեւ Քնեսեթն էլ այդ ամենը ուրեմն ճանաչումը վերջնական ուրեմն որոշում կայացնի այդ հարցում, այդ դեպքում մենք խոսենք։ Իսկ հիմա դեր սա կարող է պատահի լինի նաեւ ինչ որ ճնշման փորձ, հա, այսինքն իրանց հարաբերություններում Թուրքիայի հետ կան խնդիրներ եւ այդ խնդիրները ակնհայտ են կարծիքով ձեր տաղավարում մի անգամ խոսել էի նախկին իրանց վարչապետ Նավտալի Բենետը, որ ասում էր, որ Թուրքիան է լինելու, ոչ թե Պարսկաստանը, ոչ թե Իրանը, այս ամենից հետո ամենակարևոր ռազմավարական ուրեմն խնդիրը իրանց լինելու է Թուրքիան։ Այսինքն իրանք հասկանում են ինչա տեղի ունենում, իրանք տեսնում են նույնիսկ Սիրիայում ինչա տեղի ունենում, նույնիսկ այս պահին եւ այլ տեղեր, եւ միգուցե սա ասենց ինչ որ այսա վերջի ուրեմն բանն է, հա, նախազգուշացումն է Թուրքիա։ Եթե չփոխեք, եթե այս հարցերը չլուծեք, մենք գնալու ենք միջև Քնեսեթով ճանաչելու ենք եւ հետևանքները շատ վատ են լինելու։ Ինչ լինելու, եթե Թուրքիայի հետ պայմանավորվեն, եթե նույնիսկ ադրբեջանական ճնշումը, մեծ ճնշում բառն եմ օգտագործում, որովհետև եթե նայում ենք որտեղից է ստանում Իսրայելը նավթը, մենք հասկանում ենք, որ դա Ադրբեջանն է։ Այսինքն ինչով կավարտվի այդ խաղը, դեռ շուտ է ասել։ Նույն չի որ մեզ մոտ էլ շատերը արդեն ասել են Իսրայելը ճանաչել է։ Ոչ, ճանաչել է դեռ կառավարությունը։ Եկեք սպասենք, տեսնենք ինչ անելու Քնեսեթը։ Այդ ժամանակ կարանք կխոսենք։ Եթե Քնեսեթն էլ ճանաչի, դա նշանակում է, որ իրանք իրոք արդեն չեն կարողանում գտնել եզրեր, իրանք տեսնում են, որ թշնամությունը Թուրքիայի հետ անխուսափելի է։ Եվ դա բերելու է նրան, որ իրանք վերանայելու են նաև իրանց տարածաշրջանային ինչ որ ռազմավարություն։